Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ կարող եք մեր հաղորդումը դիտել նաեւ թվային հարթակներում։ Սա Թարմ ուղեղով զրույցն է, իսկ իմ Թարմ ուղեղով զրուցակիցը պատմաբան Կարպիս Փաշոյանն է։ Կարպիս ջան, բարի օր։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ու այսօր մեր տաղավարում եք, քանի որ օրվա օրակարգի եւ վերջին ամիսների օրակարգի թիվ 1 հարցը շարունակում է մնալ եկեղեցի պետություն հարաբերությունը, առհասարակի ինչ սցենարներ կլինեն, հետագա զարգացումը ոնց կլինի։ Նախ սկսենք այնտեղից, թե երբ սկսվեց այս ամենը ու ինչը պատճառ դարձավ։ Այս ամենը սկսեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Եվ արդեն Բայց լավ էին այդ ժամանակ։ Եկեղեցու Գարեգին Բեի հետ հարաբերությունները կարծես թե այդքան էլ վատ չէ։ Միգուցե լավն էին, բայց անմիջապես այդ հեղափոխությունից հետո սկսեց նոր հայրապետ, չգիտեմ ոնց էր այդ շարժումը կոչվում, կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում եւ ակնհայտ էր, որ այդտեղ երևում էին իշխանության մեծ թաթերը, նույնիսկ փողոցում քաշքշեցին ամենայն հայոց կաթողիկոսին, հիշում ենք այդ ամոթալի զարգացումները, բայց հակասությունները էլ ավելի գործնական փուլ մտան արդեն 44 օրյա պատերազմից հետո, երբ որ արդեն ի բնությունը դիրքավորումները տարբեր էին եւ պետքա տարբեր լինեին եւ այդ դիրքավորումներին բարձա պետքա հաջորդային համապատասխան հայտարարություններ, կոչեր եւ հակադիր բևեռներում ապրիորի հայտնվեցին երկու ինստիտուտները, իշխանությունը, գործադիր իշխանությունը, այսպես ասենք, եւ եկեղեցին։ Իրավիճակը էլ ավելի սրվեց, արդեն կոնֆլիկտային դարձավ։ Հայս մոռացա ասեմ, դեռևս մինչև պատերազմը ամենայն հայոց կաթողիկոսին Կտրիչ Ներսիսյանը անվանել ազգային ժողովի այն ժամանակ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դեռևս ոչինչ չէր եղել։ Այսինքն եղել էր կաթողիկոսը մտքեր կային այդ ժամանակ միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար եւ այսպես, բայց երբ որ արդեն իշխանության ներկայիս Ղարաբաղյան քաղաքականության մեկնարկը դրվեց, այսինքն Ղարաբաղը մոռացության մատնելու, մեր իրականությունից դուրս շպրտելու քաղաքականության մասին է խոսքը։ Այդ հրաժարականի պահանջն էլ առիթ դարձավ, չէ՞։ Ահա, եւ արդեն ստեղ լրիվ դիրքավորումները դա հրաժարականն էլ մյուս կողմից 44 պատերազմից հետո ամենայն հայոց կաթողիկոսը ինչպես այլ համազգային հաստատությունների ղեկավարներ համազգային նշանակությամբ պահանջեցին հրաժարականը, բայց արդեն այդ Ղարաբաղյան քաղաքականությունը բարձր էր դարձնում իշխանության Ղարաբաղյան քաղաքականությունը, որ կոնֆլիկտը անխուսափելի է եւ իշխանության համար եկեղեցին կազմակերպելը անայլընտրանք դարձավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումից հետո, որովհետև դա իսկապես զորեղ շարժում էր, ազդեցիկ շարժում էր, այլ խնդիրը թե ինչպես ավարտվեց, բայց եկեք խոստովանենք, որ մեր հանրապետության պատմության ընթացքում ամենա մարդաշատ եւ ազդեցիկ շարժումներից մեկն էր հեղափոխությունից հետո 18-ից հետո այո եւ դա բնականաբար լուրջ անհանգստություն առաջացրեց իշխանության միջավայրում չեմ ասում խառնվեցին իրար մտան սեղանների տակը միգուցե չէ բայց Նիկոլ Փաշինյանը վտանգ տեսավ շատ լուրջ վտանգ եկեղեցուց եւ ըստ պատեհության հարմար պահի պետք է անցներ հարձակման նախահարձակ պետք է լիներ եւ հիմա մենք այս ամենը տեսնում ենք այսինքն շատերը այստեղ փորձում են արտաքին հետք տեսնել արտաքին հետք կա բայց դա երկրորդային նշանակություն ունի այդ արտաքին հետքը Փաշազադեի հայտարարությունները կաթողիկոսի ելույթը Շվեյցարիայում որտեղ խոսեց Արցախահայերի իրավունքների մասին բուն խնդիրը ներքին է Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց մոբիլիզացիոն լուրջ վտանգ է տեսնում այսինքն դա մի կառույց է որի առանձին ներկայացուցիչներ կարող են մոբիլիզացիա ապահովել եւ մարտահրավեր նետել իշխանությանը ամեն ինչ սկսվեց սրանից հետո դա երևի արդեն գիտենք ինչ եղավ կաթողիկոսի այցը Շվեյցարիա այնտեղ ելույթը ճուլանացումը Փաշազադեի ելույթները այս ամեն ինչի նախորդած
եւ հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Շատ մեղադրանքներ են այսօր ընչում առանձին հոգեվորականների հանդեպ ու արդեն այսպես ընդհանրական եկեղեցուն է այդ մեղադրանքը հասցեագրվում, որ կուսակրոնության հարցով, հարստության հարցով շատ տարբեր են այդ մեղադրանքները, բայց այսպես ծուռ նստենք դուս խոսենք, ինչի համար է նախ եւ առաջ մեղավոր եկեղեցին եւ արդյոք մեղավոր է իր հոտի առջև։ Ինչի համար է մեղավոր։ Գիտեք, եկեղեցին մարդկանց կողմից ստեղծված կառույց է։ Այնտեղ գտնվող մարդիկ մարդ են։ Վեր երկրային արարածներ չեն։ Միգուցե մեր երեսպաշտ հասարակությունը ընկալում է այդպես։ Ուզում է այդպես ընկալի եւ մտածում է, որ իրենք պետք է ապրեն մեղքերի, երեսպաշտության իրականությունում, երեսպաշտության իրականությունում, բայց իրենց շրջապատող ինստիտուտները պետք է լինեն սակրալ, սրբազան, վերերկրային, չգիտեմ։ Բայց այդպես չի, դա մարդկանց կողմից ստեղծված կառույց է, այդ ինչ որ կոչվում է Հիսուս Քրիստոսի եկեղեցի։ Եվ բնականաբար այնտեղ գտնվող մարդիկ սուրբ չեն, գործել են բազմաթիվ սխալներ եւ շարունակում են գործել, տրվել են բազմաթիվ գայթակղություններ։ Ես իհարկե չեմ կարող ինձ իրավունք վերապահել միջամտելու այդ բոլոր հարցերին, դրանք իմ գործը չեն, դա եկեղեցու ներքին գործն է, բայց այս բոլոր հարցերից զատ անկախությունից հետո եկեղեցին ուներ մի շատ կարևոր մարտահրավեր, ինչպես դրսևորվել, ինչպես ադապտացվել 21-րդ դարին, անկախությանը, անկախ Հայաստանին եւ ինչպես արդյունավետ գործել այս նոր իրականությունում, որն է 21-րդ դարը, որը իսկապես բարդ աշխարհ է, շատ բարդ իրականությունը, հաշվի առնելով նոր տեխնոլոգիաները, պոպուլիզմի, դեմագոգիայի չափականակը, մրցակից կրոնական կազմակերպությունները եւ նրանց կողմից կիրառվող տեխնոլոգիաները։ Մի խոսքով խնդիրները բազմաթիվ էին, բայց չեն կարող էլի այդպես կատեգորիկ պնդումներ անել, որ հայ եկեղեցին մեղավոր էր։ Դրա համար ամեն ինչ sense պետք է լիներ։ Չէ, ամեն ինչ իրականում շատ ավելի բարդ է եւ բարդ հարցերին պետք է տրվեն բարդ պատասխաններ, բայց ինձ թվում է կարող ենք ենթադրել, որ ոչ այսպեսի, բայց ընդհանուր առմամբ բախում չեմ ասում sense ուղիղ ճակատային բախում են ինչ որ հիմա կա, բայց ինչ որ հակադրություն կարող է լինել եւ կար ամբողջ անկախության շրջանում, բայց այդ հարցերը լուծվել են այլ կերպ, այլ միջամտություններով, գիտեք, եկեղեցին եւ պետությունը Ինչն է եղել այդ ժամանակ, որ նման պայթյունավտանգ իրավիճակ չստեղծվի։ Այսպիսի խորքային հակասություններ չեն եղել։ Այսպիսի խորքային մտածողության եւ աշխարհայացքային տարբերություններ չեն եղել, բայց ընդհանուր առմամբ եկեղեցին եւ պետությունը առաջին դարից սկսած երբեք հաշտ համերաշխ չեն եղել։ Միշտ եղել է բախում, միշտ եղել է կոնֆլիկտ, սրանք երկու ինստիտուտներ են, որ ապրում են իրար մեջ, այսինքն երկու տարանջատված մարմիններ չեն, հա, որ բախվում են, հետո նահանջում են։ Իրանք կան միևնույն տարածությունում, միևնույն ժամանակ եւ ունեն ոչ երբեք ոչ միշտ նույնական շահեր, այդ ամեն ինչը մենք գիտենք պատմությունից, արևմտյան Եվրոպայում իշխանությունների տարանջատման տարբեր մոդելներ գիտենք, բյուզանդական մոդել, արևմտաեվրոպական մոդել։ Մի խոսքով չխորանանք այս պատմության մեջ, ուզում եմ ասել, որ սրանց միջև կոնֆլիկտը, ոչ ճակատային բախումը միշտ տրամաբանական է ու կանխատեսելի, բայց այս արդեն Նիկոլ Փաշինյան Գարեգին երկրորդ ճակատային բախումը մի փոքր այլ ժանրից է։ Կարպիս, Նիկոլ Փաշինյանը ինչպիսի եկեղեցի է ուզում տեսնել իր խոսքերից եւ հայտարարություններից զատ։ Հլու, կամակատար, հոգեվոր կառույց, որը կսպասարկի իր իշխանության շահերը, ոչ միայն շահերը, քարոզությունը առաջինատին եւ նարատիվները։ Այդպիսի եկեղեցի ենք ուզում տեսնել, ինչպես ցանկացած իշխան։ Դա այդպես է, պատմության ընթացքում ամեն հայ իշխան կամ օտարերկրյա նվաճող ուզեցել է իր տարածքում տեսնի
ամենայն հայոց կաթողիկոս։ Ուզեցել է ունենա իր ամենայն հայոց կաթողիկոսը։ Հիշենք Բագրատունիների եւ Արծունիների մրցակցությունը, թե ում տարածքում պետք է լինի ամենայն հայոց կաթողիկոսությունը, որ թագավորության տարածքում։ Իրենց տարածքում ամենայն հայոց կաթողիկոսությունը ուզեցել են ունենալ բոլորը։ Բայց ամեն դեպքում եկեղեցին միշտ մի աստիճան բարձր չի եղել նաև ձեռնադրման իմաստով, որովհետև թագավորներին միշտ եկեղեցականն է, չէ, կարգադրել, ձեռնադրել։ Այս դեպքում արդյոք այն, որ հեղափոխություն կամ իշխանապողություն է տեղի ունեցել, դա է ստիպում, որ մի քայլ վերև իրենը զգա այսօրվա իշխանությունը։ Քանի որ թագավորների մասին խոսեցիք, նայած որ ժամանակաշրջանում ինչ որ մի փուլում Ռոմի պապերը իրենց այդպես էին համարում։ Եվ մրցակցության մեջ էին կայսրերի հետ, հռոմեական սրբազան կայսրերի հետ եւ հաղթում էին։ Խոսքը հենց բերենք ամենավառ օրինակը Ինոկենտիոս 3-րդ կայսրին ունեին աշխարհակալական աստվածապետության ամբիցիաներ, բայց ի վերջո պապերը ցանրագույն պարտություն կրեցին եւ ֆրանսիացի պատմաբան Լեգոֆը այս արդիվ գրում է պապերը կայսերի դեմ պայքարում իրենց ուշադրությունից բաց թողեցին թագավորներին եւ ի վերջո այսինքն պապերը կարողացան հաջողություն հասնել հռոմեական կայսերի նկատմամբ, բայց իրենց ամենաջախջախից պարտությունը կրեցին Ֆրանսիայի թագավորից Ֆիլիպ 4-րդ գեղեցիկը, գիտենք, որ ծանրագույն հարված հասցրեց Բոնիֆացիոս 8-րդ պապին եւ դատապարտեց Ավինյոնյան գերության։ Այսինքն Հռոմից դուրս եկան պապերը եւ գնացին Ֆրանսիայի տարածք։ Այսինքն տարբեր շրջափուլերում տարբեր կերպ ա եղել ընկալումը կայսրերը իրենց էին համարում առաջինը Հռոմի պապերը միջև հիմա կարծում են որ իրենք են իրենցից հետո նոր Հիսուս Քրիստոսը նորմայի մեջ այսինքն այս այն ինչ որ տեղի ունի սա նոր բայց 21-րդ դարում մենք այս ամեն ինչից պետք է խոսապենք պետք է հասկանալ որ սա միջնադարը չի այն առումով որ դժվար թե անհրաժեշտություն լինել, որ ինվեստիտուրայի համար կայսրերի եւ պապերի իրար հետ բախվեն։ 21-րդ դարում այդ հարցերը կարելի է այլ կերպ լուծել, հատկապես որ սահմանադրությունը կարգավորում է եկեղեցու եւ պետության հարաբերությունները։ Եպիսկոպոսած հայտարարությունը եղավ, որը ավելի սրեց իրավիճակը, դրան հաջորդեց արդեն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, ու կաթողիկոսը լուր է։ Ինչն է այս լրության պատճառը ու արդյոք այս հանդիպումը, որ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչ որ կերպ փորձեր եկեղեցու անունը փրկելու, որովհետև նման կարծիք էլ է շրջանառվում, որ դե կաթողիկոսը չի խոսում, մենք գոնե սկսենք խոսել, հասկանանք վերջի ինչ լուծում ենք տալիս սրան։ Ինչա կաթողիկոսը լուր։ Միգուցե նստել է գետի ափին եւ սպասում է, որ գետը կբերի հակառակորդի դիակը։ Չեմ կարծում։ Ինչ է սպասում։ Սպասում է կոմպրոմիսի։ Միգուցե ամենայն հայոց կաթողիկոսը կարելի երկրորդային մարդկանց թվում է, որոնք կարծում են թե Նիկոլ Փաշինյանը կանգ կառնի եւ կգնա երկխոսության, բայց ինձ թվում է կամուրջները այրված են, երկխոսություն չի լինելու։ Եվ ես այն մարդկանցից չեմ, որ կարծում եմ թե ճիշտ կլինի, որ կարելի երկրորդը գնա, ես չէի ուզենա որ նա գնա։ Այս ճանապարհով չպետք է հասնենք նրան, որ ինքը գնա, բայց եկեղեցին իր տակից փախնում է։ Ինքը կարող է այսպես լռելով ինչ որ մի օր տեսնի այնպիսի մի իրականություն, որտեղ ինքը կաթողիկոս է առանց եկեղեցու։ Եվ դրա համար ես առաջարկ եմ արել, ավելի շուտ առաջինը առաջարկը արել է պատմաբան եւ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, որ ինչ որ լուծում է առաջարկում, որ կաթողիկոսը կարող է իր համար նշանակել աթոռակից կաթողիկոս քաշվել մի կողմ եւ որն է աթոռակցի պարտականությունները, որ ավելի այսպես հանրությանը ընկալելի լինի։ Տեսեք, եկեղեցու միասնությունը պարակտված է։ Մենք չգիտենք ինչ կարող է լինել եւ ի վերջո կարող է եկեղեցին պարակտվել, կարող է եկեղեցուց Նիկոլ Փաշինյանը մեկ այլ եկեղեցի ստեղծի արդեն նոր կաթողիկոսով, այս կաթողիկոսը մնա ինքն իր վեհարանում առանց եկեղեցի ու առանց իշխանության։ Կարող է այս կաթողիկոսին ձերբակալեն եւ եկեղեցին տևական ժամանակ դատապարտվի անիշխանության եւ քաոսի։ Դրա համար ինչ տեղի կունենա այդ դեպքում, այդ սցենարի դեպքում։ Պատմությունը հստակ ցույց է տալիս թե այդ դեպքերում ինչ է լինում։
եւ ինչ ցավալի արդյունքներ կարող են լինել 1700 տարվա ավանդույթը կարող է խզվել դրա համար կան ինստիտուտներ եկեղեցական ավանդույթում փոխանորդի ինստիտուտը եւ աթորակցի ինստիտուտը հիմա ես չէ որ պետք է իրենց ասեմ որ ընտրեն ինչ ճանապարհով գնան ի վերջո ընտրությունը իրենցն է բայց այսպիսի սուր քայլի կարող են գնալ նշանակել աթորակից կամ փոխանորդ Կարիգին երկրորդը քաշվի մի կողմ եւ այդ տվյալ հեղինակավոր պատկառելի հոգեորականը կակոկանոն հաստատի եկեղեցում եւ ապահովի նրա միասնությունը հիմա ինչ թվում է եկեղեցին կամ Կարիգին երկրորդը կամ կարող է հանձնել այդպիսի հեղինակավոր հոգեորականի կամ Նիկոլ Փաշինյանին երկու քայլ ունի եւ պետք է ընտրան Դուք նշել եք որ ձեր հրապարակման մեջ որ հեղինակավոր հոգեվորական Աջապահյանը կամ նմանատիպ այլ մարդիկ նրա անունը տվել եք իսկ այդ շարքը անհասկանալի է ով կարող է լինել որովհետև Աջապահյանը այս պահին կալանավորված է 2 տարվա անազատության է այսպես մատնված ու տեխնիկապես նաև ոնց է դա հնարավոր էլի Գիտեք մեր արևելյան կողմերում եկեղեցին ուներ վերջին 20 տարիներին 2 աստղ Միքայել arczepiskopos Աջապահյանը եւ Բագրատ arczepiskopos Գալստանյանը ամենահեղինակավոր հոգեվորականներն են եւ նրանք կարող էին այդպիսի պարտականություն ստանալ միգուցե կարող են լինել այլ մարդիկ վստահաբար կարող են լինել Սփյուռքում Սսի կաթողիկոսությունում այսինքն Անտիլիասում պատրիարքարաններում եւ այլն դե հիմա շատերն էլ ինձ ընդդիմախոսում են ասում են բան կանոնական իրավունք կաթողիկոսը իր հորտնի չի բերել այդ աթոռը չի կարա հենց տենց փոխանցի բայց չգնահատային իրավիճակներում մենք տեսնում ենք որ այդպիսի ավանդույթ ունեցել ենք աթորակցի ինստիտուտի ավանդույթը որ եղել է շատ վաղուց բայց շարունակվել է 200 տարի եթե հետաքրքիր է կարող եմ դրա մասին մի փոքր խոսել այո խոսենք Այդ աթորակցի ինստիտուտը մեր իրականությունում առաջին անգամ ի հայտ է գալիս 1441 թվականից հետո 1441 թվականին կաթողիկոսությունը Սսից տեղափոխվում է Էջմիածին շատ ծանր պայմաններում դե գիտենք որ 1375 թվականին Կիլիկիայի հայկական թագավորությունը անկում էր ապրել եւ արդեն անհրաժեշտություն կար կաթողիկոսարանը տեղափոխել Արարատյան աշխարհ այդ գործընթացը գեներացնում էր Գրիգոր Տաթևացին Եռամեծար վարդապետը բայց նա վիճակված չէր դա կազմակերպել դա անում են իր աշակերտները Հովանես Հերմոնեցին եւ Թոմա Մեծոփեցին եւ ի վերջո այստեղ կային լուրջ հակասություններ եկեղեցու ներսում էլ եկեղեցին պարակտված էր երկու մեծ կլաններ կային վասպուրականցիներ եւ սյունիներ ի վերջո գնում են կոմպրոմիսային տարբերակի եւ կաթողիկոսն ընտրում Կիրակոս վիրապետություն շատ կոմպրոմիսային եւ ոչ այդքան ուժեղ տեխնացու էր բայց ամեն դեպքում նա այդ գործընթացը պսակում է հաջողությամբ եւ կաթողիկոսական աթոռը տեղափոխվում է նորից Արարատյան աշխարհ բայց դեռևս կենթանության օրոք Կիրակոս վիրապետին գազրկվում է եւ նրա կենթանության օրոք ընտրվում է մեկ այլ կաթողիկոս Գրիգոր 10-րդ Ջալալբեկյանց եւ սա առաջին անգամ քաղաքական տնտեսական որոշակի շահերից ելնելով իր համար նշանակում է աթորակից հենց իր մականունն էլ այդ աթորակցի հենց դրանից է բխում Արիստակես աթորակալ Այդ ուրիշ աթորակից լա ներկայացնում եւ 200 տարի այս ավանդույթը շարունակվում է որը ընդհատվում է արդեն մեր եկեղեցու վերջին սրբի Մովսես Տաթևացու կողմից Եվ շատ պատմաբաններ այս աթորակցի ինստիտուտը քննադատում են նաև քննադատողների մեջ է եկեղեցու գլխավոր պատմաբան Մաղաքիա Օրմանյանը, որ ասում է դա էլի շեղում է, այսինքն խախտում է կարգը կաթողիկոս ինտուիցիան, բայց մյուս կողմից նաև Օրմանյանը արձանագրում է, որ դա բանը պատեությունից դրդված անհրաժեշտություն էր որը
ունեցավ նաև որոշակի օգուտներ, ինչ օգուտներ, մեր պատմության ամենածանր շրջափուլն էր Երևան ցեղասպանությունից հետո Հայաստանը ինստիտուցիոնալ առումով գոյություն չուներ, կազմաքանդված էր, թուրքմենական ցեղեր, կարակոյններ, ակոյններ, քաոս, եւ այստեղ կաթողիկոսի ուղիղ ընտրություն միգուցե այլևս հնարավոր չլիներ իրականացնել եւ եկեղեցին դատապարտվեր քաոսի եւ այդ ինստիտուտը ինձ թվում է արդյունավետ կիրառվել է 200 տարի ունեցել է նաեւ բացասական հետևանքներ օրինակ կարող ենք վերել Դավիթ Վաղարշապատեցի կաթողիկոսի եւ իր աթոռակիցների բացասական օրինակը որոնք եկեղեցուն արդեն մոտեցնում էին կործանման ուզում եմ հիշեցնել որ նրա օրոք է տեղի ունեցել Շահ Աբբասի հայտնի բռնագաղթը երբ որ 300,000 հայ տեղափոխվում է Իրանի խորքերը։ Մի խոսքը, բայց արդեն քաոտիկ իրավիճակ է, երբ որ մի փոքր կարգավորվում է եւ եկեղեցու գահին բազում են արդեն ուժեղ կաթողիկոսներ, նույն Մովսես Տաթևացին, Փիլիպոս Աղբակեցին եւ Հակոբ Ջուղայեցին եւ արդեն իրավիճակը կանոնակարգվում է եւ աթոռակիցներ չեն նշանակում, բայց ինչ որ մի փուլում, ինչ որ մի ժամանակաշրջանում դա իր օգուտները բերել է, հիմա էլ է ծանր իրավիճակի դեպ ուզում եմ հիշեցնել, որ աթոռակցի ինստիտուտը գործել է նաև Անտիլիասի կաթողիկոսությունում։ Գարեգին առաջին կաթողիկոսը, որը Գարեգին երկրորդից առաջ էր, նաև եղել է Կիլիկիայի կաթողիկոս, այսինքն Անտիլիասի կաթողիկոս, եւ ինքը եղել է խորեն կաթողիկոսի աթոռակիցը եւ հետո նոր է դարձել կաթողիկոս։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ աթոռակցի հիմնախնդիրը բոլորովին վերջերս լայն քննարկման առարկա էր Պոլսի պատրիարքարանում, ուզում եմ հիշեցնել, որ Մութաֆյան պատրիարքը դարձել էր անգործունյա, պատրիարքարանը զավթել էր Արամ Աթեշյանը, այդ իշխանությունների Թուրքիայի իշխանությունները փորձում են անդադ միջամտել, թույլ չտալ, որ պատրիարք ընտրեն եւ եկեղեցու ներսից պահանջ կար, որ աթոռակից նշանակեն, որ նորմալ պատրիարքանը կառավարվի, համայնքը քաոսի չմատնվի եւ այլն, բայց իշխանությունները անդադ դիմադրում էին։ Դրան ուզում ասել, սա նոր բան չի, եւ հիմա էլ սրանից ավել էլ ինչ չգնա ժամային իրավիճակ պետք է լինի։ Անպայման պետք է, չգիտեմ, կարակոյունները գան մեկ շրջապատեն, որ նոր հասկանանք, որ կործանվում է։ Այ երբ եկեղեցի պետություն հակասությունների մասին ենք խոսում, Նիկոլ Փաշինյանը, ինչպես հաճախ ընդդիմությունն է ասում, երկու գլխավոր հարց ունի, որոնցից մեկը կարծես թե արդեն լուծվել է, Արցախի հարցը, փակում է այդ թեման, հայտարարությունների իմաստով դեռևս հնարավոր չի դարձել եւ երկրորդը ցեղասպանության հարցն է։ Գլխավոր հակասությունները եկեղեցու հետ նաեւ այս հարցերն են։ Դե ես դրա համար ասեցի, իրանք ունեն լուրջ նարատիվային հակասություններ։ Նարատիվը եկեք հասկանանք որպես իրողությունների, հանգամանքների, գործողությունների, մտածողության աշխարհայացքի մի ամբողջական համակարգ նարատիվը։ Այդ բառը տակ դա հասկանանք, այլ ոչ թե ուղղակի բառ։ Հիմա ամեն երկրորդ այդ բառը դա օգտագործվում է, չէ՞, դա մեկ է դիսկուրսը, բայց սրանք շատ բարդ եզրույթներ են, բազմիմաստ։ Նարատիվ հասկանանք այս ամբողջության մեջ, այսինքն այս ամբողջության մեջ կան հակասություններ եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը ուզում է նոր եկեղեցի, որը կլինի իր նարատիվի, իր խոսույթի կամ իր մտածողության համակարգի մի մասը եւ տարածողը։ Եկեղեցին ինֆորմացիա տարածող կառույց, այսինքն բացառիկ ֆունկցիա ունի։ Իհարկե, կուսակցությունները շփվում են իրենց ընտրողների հետ, այս կողմեն կողմ, բայց եկեղեցին զանգվածային կառույց է։ Ամբողջ աշխարհում մեկ սփռված, մատուցում է պատարակներ, պատարակին հաջորդում է ճառը, հանդես են գալիս տեքստերով եւ այլն, այսինքն այս ամենը ազդեցություն ունի եւ այս ազդեցությունը բնականաբար մարտահրավեր է իշխանության քարոզչությանը, նարատիվին, դիսկուրսին։ Սա է։ Այս առումով իհարկե Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ չլիներ այսպիսի եկեղեցի հակոտնյա դիրքավորված եւ լիներ իր խաղաղությունը, իրական Հայաստանը 4-րդ հանրապետությունը կամ դրանց ճշմարտացիությունը հիմնավորող եկեղեցի, ինչը մենք տեսանք, չէ՞, այդ փոքրիկ էպիզոդը Հովանավանքի պատարակում այդ քահանան պատարակիչը հոչեր
խոսում այն թեմաներով, որոնցով այն թեմաներով, որ որպես կանոն այլ հոգևորականներ խոսում են։ Խաղաղությունից է, չէ՞ խոսում։ Եվ այլն։ Էսա։ Այ ընտրությունների չգնացող այն տոկոսը, որը բավականին մեծ տոկոս է կազմում, այդ տոկոսը համընկնում է նույն այն տոկոսի հետ, ովքեր անտարբեր են վերաբերվում եկեղեցի պետությունից հարաբերություններին, ոնց եք տեսնում դուք։ Գիտեք, ես չեմ կարող այդպիսի պնդում անել, որ կան անտարբեր հետևողներ։ Այս միտքը սովորել եմ բանաստեղծ Վիոլետից։ Ասում եմ, մենք չգիտենք մարդկանց հոգիներում ինչ կա։ Կարող անտարբեր չեն։ Հիմա մենք մինչև եթեր մտնել ենք խոսում ենք, կատակ ենք անում, ծիծաղում ենք, ես ուշացել եմ, դուք ինձ կշտամբում եք դրա համար, չէ՞։ Բայց մա կողքից լինենք, չեմ կշտամբել։ Բայց կողքից եթե մեկը նայեր, կասեր, այս Մոնիկան ու Կարպետը ինչ անհոգ են, թքած ունեն։ Միգուցե մենք ժպտում ենք, սուրճ ենք խմում եւ այլն։ Բայց այդպես չի, չէ՞, ասենք, հիմա ձեր մեջ տարապանք կա, իմ մեջ կա տարապանք, նայում ենք, ներվանանում ենք, հայոյում ենք եւ այլն։ Այսինքն չգիտեմ, այստեղ պետքա գործի անցնի սոցիոլոգիա անունով շատ լուրջ գիտությունը, որ ցավոք սրտի մեր երկրում այդքան լուրջ կայացած չի եւ պետք է հասկանալ մարդկանց տրամադրությունները, բայց անտարբեր չեն կամ ես առնվազն չեմ կարող պնդել, որ անտարբեր են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը պատմաբան Կարպիս Փաշոյանն էր, իսկ ձեզ համար երկրորդ խոսափողի մոտ աշխատեց Մոնիկա Մամյանը։ Շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք։